Պարոն Երիցյան, մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ սա հերթական հարցաքննության պես չի ավարտվելու եւ հնարավոր է Սամվել Շահրամանյանին կալանավորեն։ Այս տեղեկությունները որքանով է համապատասխանում իրականությանը։ Ճիշտն ասած, այս պայդրությամբ կոնկրետ այս վարույթով Արցախի հանրապետության նախագահը ունի ընդամենը վկայի դատավարական կարգավիճակ, բայց հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի հանրապետության ներկայացուցում տեղի ունեցած այդ աբսուրդ այդ քաղաքական գործընթացը, որը ճակերտներում իրավական գործընթացը վերնագրվել, ինչպես նաև անմիջապես դատական նիստից հետո խոսքը պատմության դասագրքի հետ կապված դատական նիստի մասին է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կաթողիկոսի խոսքը կիսելու վերաբերյալ նախագահի հայտարարությունից հետո մեկ այլ քրեական վարույթով նրան հարցաքննության հրավիրելը ամեն ինչ սպասելի է։ Այսինքն համարում եք, որ սա նաև Ադրբեջանից եկող հրահանգ։ Ես պատահականություն չեմ համարում հենց այսօրով Արցախի հանրապետության նախագահին հարցաքննության հրավիրելը։ Ես պատահականություն չեմ համարում դեկտեմբերի 11-ին Արցախի հանրապետության ներկայացուցում տեղի ունեցած այդ քաղաքական գործընթացը, այդ ռեպրեսիան, որ իրականացվել է Արցախի հանրապետության ներկայացուցիչների նկատմամբ։ Ես պատահականություն չեմ համարում նաև անմիջապես դատական նիստից հետո կաթողիկոսի խոսքը կիսելու վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախագահի կատարված հայտարարությունից անմիջապես հետո նրա մեկ այլ քրեական վարույթով հարցաքննության կանչելը։ Ես այս ամեն ինչը պատահականություն, ուղղակի մեծ ցանկության պարագայում անգամ պատահականություն համարել չեմ կարող եւ կարծում եմ դուք եւս չեք կարող դա համարել պատահականություն։ Հիմա հարցաքննությունը սկսված է, կներեք, ես պետք է ներկայանամ սկսում է հարցաքննությունը։ Համար բարձր Արցախի ներկայացուցիչը վերջը ինչ էին փնտրում։ Սամվել Կարապետյանի Ազատ Արցախ հանրապետական թերթը, որ վերջիվերջո գտել են սեյֆից, չերկիզվող պահարանից, որ բացելու համար, հիշեցնում եմ, ինչքան փրկար ծառայողներ են հրավիրել եւ քանի քննիչներ ու ոստիկաններ են օժանդակել այդ գործողության կատարմանը։ Նախաքննական տվյալներ տրամադրել չեմ կարող, սակայն կարող եմ ասել կոնկրետ ինչ վարույթով են հարցաքննվում, խոսքը վերաբերվում է 44-օրյա պատերազմին, Արցախի անկմանը եւ Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարությունները Հայաստանի հանրապետության շահերին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերին։ Հենց խոսքը վերաբերվում է դրան։ Վարույթ նախաձեռնված է Սամվել Բաբայանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, այս ինֆորմացիան արդեն պարզ էր բոլորիդ, սա հրապարակվել է։ Նախաքննական տվյալները քննիչը խնդրել է չհրապարակեն, ուստի դրանով հիմա կաշկանդված է։ Ես վստահեցնում եմ ձեզ, անմիջապես հարցաքննությունից հետո նախագահը կպատասխանի ձեզ ուզող բոլոր հարցերին, որոնք իհարկե չեն խախտի նախաքննական տվյալները։ Այսօր վերջինս գործը երբ է հարուցվել, որ մենք հասկանանք թե ինչու են այսպես Չեմ կարող ներողություն, բայց այդ տվյալները նշել չեմ կարող, ուղղակի կարող եմ հիշեցնել, որ դեռևս 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արցախի հանրապետության նախագահը 12 անգամ, եթե չեմ սխալվում, իրար հետևից շատ ինտենսիվ հարցաքննվել է այս վարույթով եւ տրամադրել է բոլոր այն տեղեկությունները, որոնք հայտնի են իրեն։ Անմիջապես հարցաքննությունից հետո ես վստահեցնում եմ նախագահը կխոսի եւ կպատասխանի ձեզ ուզող բոլոր հարցերին։ Արցախի ներկայացուցչության շենքում, երբ որ դուք նախաքննական վարույթի դեռ զգուշացված չեք ինչ-որ տեղեկություններ հայտնելու, հետո ասացիք, որ իբրև խախտում եք կատարել այդ գործով ինչ։ Տեսեք, ես որևէ խախտում չեմ կատարել, որովհետև քննիչները կարծես եւս չէին տիրապետում քրեական դատավարության օրենսդրության պահանջներին, նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ նշված է, որ նախաքննական տվյալները ազատ են հրապարակման։ Ազատ են հրապարակման այնքան ժամանակ, քանի դեռ քննիչը գրավոր չի զգուշացրել։ Լրագրողների հետ այդ ճեպազրույցից անմիջապես հետո նրանք ինձ բանավոր են զգուշացրել, այդ ժամանակ ես եւս կաշկանդված չէի նախաքննական տվյալներ հրապարակելուց, եւ կաշկանդվածությունս առաջացել է միայն ամբողջ գործողությունը ավարտելուց հետո, երբ նրանք ի վերջո հասկացել են, երևի թե իմ հուշմամբ հասկացել են, որ պետք է գրավոր զգուշացնեն, որ նախաքննական տվյալներ հրապարակել չի կարելի։ Մինչ այդ ես գրավոր զգուշացված չէի, հետեւաբար բոլոր այն տվյալները, որոնք հրապարակել եմ, դրանք բացառապես թույլատրելի տվյալներ են։ Այդ գործով որևէ նորություն չկա, եկել են խոզարկություն են կատարել, որոշակի էլեկտրոնային կրիչներ են վերցրել, դուք մնացածը արդեն տեսել եք եւ բոլորիդ համար պարզ է։ Մոտ կես ժամ 40 րոպե կարծում եմ։